Արցախյան ազատամարտի թոհուբոհում է ծնվել ու կազմավորվել արդեն 20-ամյա հայոց բանակը։ Պատերազմի տարիներին շատերն արյան կանչով վերադարձան հայրենիք, ներգրավելով ազատամարտի հորձանուտը։ Նրանց թվում էր նաև Ներսես Եղյանը։ Իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանն անդրադարձել է ներկայումս Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ գնդապետ Ներսես Եղյանի անցած մարտական ուղուն։ Գնդապետ Ներսես Եղյանն է։ Առաջին անգամ նրան հանդիպեցի Բաղրամյան զորավարժարանում։ Պատմում էր պատերազմի տարիներին ռազմաճակատում իրենց հետ կռված կանանց, հետո իր զինվորների, նոր կազմավորվող հայոց բանակի մասին։ Իսկ դուք ձեր մասին ինչու չեք պատմում, գնդապետ։ Ավարտեցի Ալմատայի բարձրագույն ուսումնարանը, ծառայել եմ սովետական միությունում, Չիտայի մարզում և Լենինգրադի մարզում։ Սկսեց Ղարաբաղյան պատերազմը, լինելով սպա շատ դժվար էր նայել հեռվից ոնց է ժողովուրդը կռվում։ Դիմում գրեցի և 3 օրից հետո տելեֆոնոգրամա կապիտան Եղյանը ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ։ Նորանկախ Հայաստանի վիճակի օրավուր վատթարանալը խիստ մտահոգել էր երիտասարդ զինվորականին, և որոշելով իր ուժերի ներածին չափով օգնել հայրենիքին, նա թողել է տաքուկ ու հարմարավետ տունը, ընտանիքով եկել օթևանել է Երևանաբնակ եղբոր բնակարանում։ 3 տարի կինն ու երեխաները սեփական հարկից զուրկ հույսով սպասում էին իրենց տան Հենասյանը, Ներսես Եղյան ամուսնուն և հորը, ով պատերազմի օրերին նաև հույսիսյուն էր զինակից ընկերների համար։ Զինվորականի կին լինելը, զինվորականի ընտանիքը դժվար է, դաժե երեխեքը մոռացել են իրանց ծնողի տեսքը թերթի մեջ որ նայում էին, ասում էին, մամ հլը նայի տես կարող է միգուցե այս մարդը ինչ-որ ձևով պապային նմանություն ունի, մեր պապային նման չի։ Իսկ ինչ է պատերազմը, գնդապետ։ Պատերազմ։ Հիշեմ, ինչ հիշեմ, կրիտիկական իրադրություններ, փամփուշտ չկար, այդ պահին մի հատ փոքրիկ զինվոր շուտ էինք ասում, անցնում էր մեր մոտով, ասեց բարոն մայր ինչ ես լացում, արդեն կային վիրավորներ, զոհեր, ասեց տղա ջան կարաս անցնես հարձակման, ասեց բարոն մայր որ դու մեզ հետ ես հարց չկա, շոր եմ եկել բարձրացել ձեռքս բարձրացրել երկինք ասում եմ աստվածին, գնում ենք, կամ կլինենք կամ չենք լինի, այդ կրիտիկական իրադրությունում հարձակվել, չունենալով անհրաժեշտ քանակության փամփուշտներ, ասի սպաներին կանչի, սպաների հետ խորհրդակցությունից հետո որոշեցինք հարձակվել, և հարձակումը այնպես իրականացվեց, որ հակառակորդը թողեց դիրքերը փախավ։ Միսակն է, 20 տարի առաջ էր, հայոց բանակի առաջին զորակոչիկներից էր, բանակ էր գնում, ավելի ճիշտ պատերազմ։ Նայում էի ասում ուր եք բերում ես մատղաշ երեխեքին, 18-22 տարեկան, գցում ես կռվի մեջ, ցավով հիշում է գնդապետ Եղյանը, բայց պատերազմ էր, հայոց երկրին զինվոր ու բանակ էր պետք։ 93 թվականի մարտի 2-ին Լուսակերտի ամբողջ զորքը տեղափոխեցին Գորիս։ Մենք Գորիսի կարելի ասել առաջի զինվորներն ենք ու արդեն Գորիսից սկսեցին զինվորներին տեղափոխել դեպի սահմանները։ Խնձորեսկ, Հարթաշեն, Տեղգյուղ, Կորնիձոր, Շուրնուղ, մինչև Լաչինի պոստերը։ 93 թվականի օգոստոսի վերջից ազատագրեցինք Հոբատլին և Զանգիլյանը։ Նորադիզի մարտերի ժամանակ, որ Եղյանը վիրավորվեց ոտքից, ինքը չէր լքում, դիրքերը չէր ուզում գնալ, նույնիսկ վիրակապեր գար։ Խիստ պահանջկոտ, բայց ամեն զինվորի ընկնելուց երեխայի պես լաց լինել գիտեր։ Ամեն զինվորի համար հայր էր։ Սպան պետք է թերապետի ուսուցման բոլոր մեթոդիկային կարողանա ճիշտ ուսուցանի անձնակազմին, ցուցաբերի գիտելիքներ, ունենա գիտելիքներ և սովորեցնի։ Վերջնական արդյունքում ասի կատարիր այնպես ինչպես ես եմ անում։ Պարկեց, կրակեց, 5 ստացավ, ասեց նայիր, կատարիր այսպես, հասարակ, օրինակ։ Տարիներ են անցել, նոսրացել են շարքերը։ Սիրելի զինվորներից շատերը կռվում ընկան, բայց ընկածներին հարկ եղած դեպքում կփոխարինեն հարազատ որդիները։ Ռուշանն ու Մովսեսը հայոց բանակի սպաներ են։ Ռուշանը ծառայում է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ Մովսեսը Պաշտպանության բանակում։ Լուսինեն էլ հպարտությամբ պատմում է հոր անցած մարտական ուղու մասին։ Այդ պատմություններից ոգեշնչված բանաստեղծություններ է գրում հայոց բանակի, զինվորի ու Արցախի մասին։ Հոր լուսանկարներն է ցույց տալիս աշխատելով ոչ մի մանրուք բաց չթողնել։
Այսօր գնդապետ Եղյանը Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր գլխավոր ռազմական թեժչության ավագ տեսուչ է։ Տեսչական ստուգումներից միշտ գոհունակությամբ է վերադառնում, վստահում է երիտասարդ սպաներին ու հայ զինվորին։ Այս տղեկը պատերազմի մեջ ստեղծվեցին զինվոր, պատերազմի մեջ հաղթանակ բերեցին։ Անցավ, ամեն ինչ անցավ, բայց հաղթանակը մնաց, հաղթանակը կլինի, թող մեր ժողովուրդը վստահ լինի, որ հայոց բանակը զորա։ Հզոր են իրան ձագերը։ Բայց խոր մի ցանկություն կա հոգու խորքում։ Թող այն, ինչ ինքն է տեսել, հայ զինվորն այլևս չտեսնի։ Թող խաղաղ լինի հայոց աշխարհը։ Շարունակում ենք